Իմպիչմենտի անհրաժեշտության մասին խնդրեմ, ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ, պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան, կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ, եթե սարսափած չեն, քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց թող գան, բայց իրանք սարսափած են ու իրանք չեն գա։ Դե հիմա տենց սփոյլներ, դե հիմա ասեմ մեկ էլ վաղը մյուս օր գան այդ հարցին պատրաստված 4 քաղաքականությունից են սարսափում, պարլամենտարիզմից են սարսափում։ Ռոբերտ Քոչյանը մտավ խորհրդարան, իր գլխավորած թիմը մի բան է, ժողովուրդ ջան, իր գլխավորած թիմը մի բան է, ինքը անձամբ այլ բան է։ Ես ձեզ վստահեցնում եմ, Ռոբերտ Քոչարյանը սարսափում է այս խորհրդարանի առաջ, ժողովուրդ ջան, հասկանում եմ, կներեք, ես հասկանում դուք Ռոբերտ Քոչարյանի բանի ալիքի էլի հերթական ներկայացուցիչ եք, բայց իմ խոսքը մի ընդհատեք, չի կարելի, ժողովուրդ ջան, մի ընդհատեք, ձեր ցավը տանեմ, հարգելի, սիրելի լրագրողներ, ես պատրաստ եմ 3 անկեղծ ամենայն անկեղծ եմ, պատրաստ եմ 3 ժամ բոլորիդ հարցերին պատասխանեմ, բայց ինձ մի ընդհատեք, պայմանավորվենք։ Կներեք, էլի։ Պատճառը ինչն է, արդյոք դրա նախորդային ազգային ժողովում տեղի ունեցած բանկարի ֆաբրիկա է։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե, դա պատճառներից ամենամեծն էր որպես այդպեսին ու չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել, դուք մեզ ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը $200 միլիոն է պահանջվում այս պայդրությամբ, կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ-որ տենց SS բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, $200 միլիարդ, հասկանում եք, ինչի մասն եք խոսում, ժողովուրդ ջան, $200 միլիարդ մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք տենց աշխատել ենք, այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից էին բերել։ Հյուսեին Պողոտա ինչքան աշխատասեր են։ Այդ աշխատասիրության թեման էս վերջորին հեշտ լավ բան չի, եկեք չբացենք, էլի ժողովուրդ ջան։ Ներողություն, դուք ասացիք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են պարլամենտարիզմից։ Ձեզ հարց, երեք ազգային ժողովի ներսում տեղ ունեցածը պարլամենտարիզմի ցուցունօրինակ էր։ Իհարկե ոչ, որովհետև Ռոբերտ Քոչյանի որդին պարլամենտարիզմի ցուցունօրինակ չի կարող հանդիսանալ։ Ժողովուրդ ջան, ես մի քանի անգամ ասում եմ, որ շատ հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր պատգամավորների լկտի, փողոցային հայհոյանքների, սադրանքների ու վիրավորանքներին ի պատասխան մենք որպես մարդ ուղղակի պահի տակ չենք կարողանում մեզ զսպել, ժողովուրդ ջան, ու ի պատասխան նույնի շատ ավելի թեթև եղանակներով փորձում ենք բանանել։ Ում են հայհոյել։ Դե ժողովուրդ ջան, լավ։ Դե հիմա ձեզ էլ որպես լրագրող շատերը ասում են վարձու գրչակ։ Հիմա ամեն անգամ դա բանան է։ Ժողովուրդ ջան, լավ էլի վերջացրեք։ Դե օքեյ։ Ընդդիմությունը իր համար նստած իր համար հաց ու սոխ էր ուտում, երբեք ոչ մեկի չէր վիրավորել, տենց բեմականացված կախաղաններ ու բաներ չէր բանարել, կարաք ինձ չընդհատեք, չէ ես օրինակ կուզենամ, ես անկեղծ ենքան կուզենամ տենամ, Գայանե ջան, մի օր օրինակ դուք հակին գնաք հարցեր տակ, ասեք Լևոն Զուրաբյան, այդ ինչ կոնտեքստով եք դուք այդ ամեն ինչ ասում, դուք
դուք որպես խոսքի չգիտեմ, եկակուսակցության ինչ կապ ունի, ինչ կապ ունի, ինչ կապ ունի։ Եղավ։ Միանշանակ, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ամեն օր բայց ինչ կապ ունի ժողովուրդ ջան, ես ամենայն հարգանքով, բայց այդ ձեր մոտեցումը, որ ով իշխանությունն է, իրան պետքա սենց լուսաբանել, ով ընդդիմությունն է պետքա սենց լուսաբանել։ Դուք եղավ, հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, եթե դիտում եք այս ճեպազրույցը, արձագանքեք, արդյոք Ազատություն ռադիոկայանը ըստ ձեզ հավասարաչափ օբյեկտիվ է լուսաբանում իրականությունը, բայց առանց թիրախավորելու, առանց վիրավորելու ու առանց որևէ բանի, ուղղակի կարծիքի հարցում է, արդյոք դա օբյեկտիվ է թե չէ։ Եթե դուք ասում եք, որ իշխանությունը չի կարողանում նաև իրեն զսպել, ձերն էլ է լուսաբանում։ Հա դե ձեր ընդդիմության շարժումներն էլ է լուսաբանում եւ այդ բան էր, դրա լուսաբանում էր դաշնակ, չէ իհարկե, բայց ես ասում եմ չպետք է լուսաբան, ժողովուրդ ջան։ Վայ, ես հասկանում եմ, որ ակնհայտ է, որ շատ դժվար է, երբ որ դուք ստիպված եք հարցը տալ ու լսել պատասխան ժողովուրդ ջան, բայց այն որ անընդհատ ընդհատում եք, դրանից բանը ձեր ասացի բովանդակությունը չի փոխվում, ու իմ ասացի բովանդակության իմաստը չի ցածրանում։ Պարոն Ալեքսանյան, ես հասկանում եմ, որ ինչ չեք կարողանալու որևէ քաղաքական ուժի հետ կապել, բայց խնդրում եմ իմ հարցը լսել։ Հա, ճիշտ է, չեմ կարողանալ։ Դե դրա համար չխուսափում եք։ Չէ, միշտ երբ եմ խոսապել ձեզ հարցազրույց տալուց։ Տեսեք, դուք որ ասում եք, այ ընդդիմությունը սադրեց, արեց, հայրեց եւ մենք էլ մարդ ենք, մենք էլ պետք է, ինչու եք դուք այդպիսով փորձում արտանալ, չէ՞ որ իշխանությունը թույլտվեք վերջացնում հարցը։ Չէ՞ որ իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի, հավասարակշռված լինի, իմանա այդ քաղաքական պաշտոն զբաղեցնելու գինը, նաեւ ինչ որտեղ լռելն է ցուցաբերի, այսպես զսպվածություն, բայց դուք միանգամից ընդդիմությանը պատասխանում եք եւ արտանում եք, որ իրենց բառապաշարը մենք հակադարձեցինք, դա ինչքանով է ճիշտ, այո, հավատացեք։ Իհարկե, սխալ է ընդդիմության մակարդակը իջնելը եւ ես ձեզ անկեղծորեն ասեմ, եթե դուք ուղղակի ինչ-որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչեւ մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ-որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք արձագանքեինք նույնքան, նույն չափ ու սիմետրիկ, դա ուղղակի մենք չգիտեմ ինչի կվերածվեր։ Չէիք հասցնի այդ ամեն ինչը լուսաբանել։ Առավոտից չէ, շնորհակալ մի եղեք, մենք ինքներս մեր վրա մշտապես պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին եւ մնացածին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել, բայց միանշանակ է, հարգելի գործընկերներ, որ ես բացառում եմ, որ ինչ որ մեկը առհասարակ, ինչ որ մի կենթանի մարդ կկարողանա առհասարակ չարձագանքել ու կամ առհասարակ հունից դուրս չգալ ոչ մի պարագայում, այս ամեն ինչը լսելով։ Եք կներեք։ Կներեք, ով է հարցը։ Մի հոգի։ Խնդրեմ։ Ինչու հունից դուրս եկավ, ընդհանրապես կոռուպցիայի մասին էր։ Ընդհանրապես կոռուպցիա, չէ։ Նիկոլ Փաշինյանը բարկացավ, անբաններ ասաց նրան։ Ում ասաց անբան։ Դուրս կշպրտեմ դուրս։ Ընդդիմությանը ասաց անբան։ Այդ ասպեկ ընդհանրապես կոռուպցիայի մասին էր հարցը հնչում։ Հասկանում եք, հարգելի քաղաքացիներ եւ հարգելի լրագրողներ, դա առհասարակ մարդու համար իհարկե պետք է տան, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ, երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց, որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը, եւ երրորդ 100,000 անգամ ներողություն, էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ էլ դիսոնանս է առաջացնում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք ձեռնարկում, ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց խեն այսքան ակտիվացել, բա խեն օրը 5 հատ լրատվական բացում, ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, չէ, ժողովուրդ ջան, ներկա կոռուպցիա եթե կա, ես ձեզ վստահեցնում եմ, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիային դժվար է գտնել, բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ կներեք ավարտեմ, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Որ չընդունվածը դադարում է կոռուպցիան։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակ է դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք ընդունել։ Վերահսկել, որ վատը չլիներ։ Բա վերահսկել են, որ չեն
ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այս շաղախը ոնց որ լավ չէ, վերջում գալիս են մի վարքյան ավարտ, ժողովուրդ ջան, ու այդ որ ասում են մանկապարտեզ, կոռուպցիա եւ մի հատ ուզում եմ հիշեք, էլի, այդ ինչից սկսեց էս, մի վարքյան խնդրում եմ ավարտեմ, ինչից սկսեց այդ ամեն ինչը։ Սկսեց նրանից, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները։ Ու թութակի պես սկսեցին կրկնել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները։ Կախիչից սկսած ամեն ինչ սկզբից հիշում եք ինչ էին անում։ Սկզբից մի վարքյան, սկզբից ձեռ էին առնում։ Ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանք համար կրկնօրինակ առարկա է։ Իրանք պետք է նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դա պետք է անեն շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են։ Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են, քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Վարչության անդամ Ով ուզում է լինի ինձնից սկսած։ Ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիայի մեջ։ Նիկոլ Փաշինյանից է սկսած։ Եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում։ Ու կամ այս քաղաքական թիմին չեք լավ ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին։ Չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար օրինակ պարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց, դատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ դատախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Այն բան ասեմ։ Ինչն է շատ Հապաղումը, Ժողովուրդ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում։ Իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։